Եվ մեր հաջորդ խոսնակն է Նարեկը Նուր Games-ից։ Հարև ձեզ, շնորհակալություն Մարիամին։ Մարիամը խոսած համագործակցելու մասին, շատ կարևոր թեմա է։ Մարիամը չգիտեմ տեղյակ է թե չէ, բայց այս կոնֆերանսը ստեղծվել է այս նշանաբանի տակ, նույնիսկ հանճարները համագործակցում են։ Որովհետև մենք զգում էինք, որ ժամանակին կար շատ մեծ պակաս այն բանի, որ խաղային ոլորտի մարդիկ իրար հետ համագործակցեն, շփվեն, դրանից ծնվեց այս կոնֆերանսը, իսկ հիմա զգում ենք, որ շատ մեծ պակաս կա, որ մարդիկ սովորեն leadership, չգիտեմ ինչ ասենք, նույնիսկ լիդերները համագործակցում են, հա, տենց ասենք, որ բարի։ Ուրեմն Այս մեր 6-րդ կոնֆերանսն է ու մենք 10 տարեկան ենք, հոկտեմբերի 7-ին լրացավ Նուր Games-ի 10 տարեկանը եւ ուզում ենք, որ շնորհակալություն, շատ ուզում ենք, որ մեր 10-ամյակի հետ կապված մենք հանդիպենք համայնքի հետ եւ մեկ օր անցկացնենք իրար հետ շփվել, խոսել, սովորելով։ Այսօր պատմելու եմ մեր 10 տարվա անցած ճանապարհից ու սովորած դասերից։ 10 տարի առաջ ես բացարձակ պատկերացում չունեի ինչա նշանակում լինել ղեկավար։ 10 տարի առաջ 3 բան կար, որի կարիքի շատ զգում էի։ Առաջինը այն էր, որ ես ուզում էի լավ աշխատանք։ Իմ համար լավ աշխատանքը դա առողջ թիմում աշխատանքն էր։ Այն աշխատանքն էր, որտեղ որ ես կարայի անեի ստեղծագործական աշխատանք, ես կարայի օգտվեի լավագույն նորագույն տեխնոլոգիաներից, ես կարայի ունենայի լավ թիմմեյթներ, ովքեր որ լավ են տիրապետում իրենց գործը, մի խոսքով լիքը բաներ էի ուզում ու տարբեր տեղեր փորձում էի գտնել ու չէի կարողանում գտնել։ Սա մեկ, երկրորդը այն էր, որ ես այդ ժամանակ աշխատում էի խաղային ընկերությունում ու մենք մեր խաղերը չենք ստեղծում, ու ես հավատում էի, որ մենք կարանք ու պիտի մեր խաղերը ստեղծենք, որտեվ ահավոր շատ սիրում էի այդ աշխատանքը, եւ երրորդը այն էր, որ ես հասկանում էի, որ երբ որ մենք դա անենք, լիքը գիտելիք ու փորձ ենք կուտակելու, եւ այդ գիտելիքն ու փորձը կուտակելը պետքա տալ մեզնից հետո եկող թիմերին, մեզնից հետո եկող մարդկանց, որովհետև եթե դու աշխատատեղ ես ստեղծում, դա լավ է, էկոնոմիկայի տեսանկյունից լավ է, բայց մենք ուզում ենք, որ նաև ոլորտը զարգանար մեր գիտելիքը արագ փոխանցելու տեսանկյունից, այդպես ծնվեց Նուր Games-ը։ Հարցը նրանում է, որ այսօր ես ասացի, որ չգիտեի ինչի հետ գործ ունեմ ու ինչ կարելի է ակնկալել ընկերություն հիմնադրելուց եւ ղեկավարելուց եւ հաճախ պատկերացումը էս է, կլինի ազատություն, կլինի ծովափ, կլինի լիքը փողեր, կլինի ինչ կլինի էլ փառք, հարգանք եւ այլն։ Ինչի է այս պատկերացումը, որովհետեւ այսօր ինֆորմացիոն հոսքերը շատ ժամանակ դրա մասին են։ Երբ որ դուք լսում եք ստարտափերից, դուք լսում եք, որ ներդրում ստացան, չգիտեմ, ինկուբացիա, ակսելերացիա, չգիտեմ, ինչ եք լսում, հաջողության պատմություն, բայց այն ինչ որ չեք լսում, այն ինչ որ չի երևում, դա այսբերգի ներքևում է, ու այսօր ես ուզում եմ դրա մասին խոսալ։ Նպատակս դեմոտիվացնելը չի, նպատակս այն է, որ եթե մենք միայն մի կողմի մասին ենք խոսում, դա անիմաստ իլյուզիա է ստեղծում, որը տանում է նրան, որ մարդը փորձում է, տեսնում է, որ իր այն ինստագրամյան այն գեղեցիկ պատկերները ու իր իրականությունը բացարձակ իրարից տարբերվում են ու մտածում է, որ իր հետ ինչ-որ մի բան այն չի։ Հիմա մոտիվացնել պետքա, պարզա պետքա ասենք, չգիտեմ, տեղեկացնել, ոգևորել եւ այլն, այդ ոգևորելու հարցը հեսա կհասնենք, այդտեղ ավելի մանրամասն խոսանք, բայց գիտելիք եւ իրական ակնկալիքներ էլ է պետք տալ։ Այս մարդը որը երևի այս աշխարհի ամենահաջող գործարարներից է, ձեռներեցներից է, երկու նախադասություն ունի։ Առաջինը ասում է, որ ընկերություն ղեկավարելը դա նման է, երբ որ դու նայում ես անդունդին ու ուտում ես ապակի։ Միաժամանակ նայես անդունդին ու ուտես ապակի։ Երկրորդ միտքը իրան հարցնում են, ասում են ոնց կոգևորեիք մարդկանց, որպեսզի ընկերություն սկսել, ասում է, եթե պետքա ձեզ ինչ-որ մեկը ոգևորի, որ դուք ընկերություն սկսեք, ապա ընկերություն մի սկսեք։ Ինչ է այս մարդը տենց ասում։ Ինչի կա այդ անդունդը, եկեք դրանից խոսանք։ Միջալոց
Իլոն Մասկը իմ որպես ղեկավար այն մարդը չի, որին որ ես ձգտում եմ նմանվել, ուղղակի այս մտքերը ահավոր տեղին են, ահավոր ռեզոնանս են առաջացնում 10 տարվա, 10-11 տարվա ընկերություն 10 տարեկան է, բայց ես արդեն թիմը ղեկավարում եմ 11 տարի, այդ 11 տարվա ճանապարհից հետո միանշանակ այս մտքերը ռեզոնանս են առաջացնում։ Այնպես որ մենք այսօր խոսալու ենք ավելի շատ իրականությունից ու փորձ ենք ձեռք բերելու, հասկանանք, գիտելիք ենք ձեռք բերելու, հասկանանք ինչ է նշանակում լինել լիդեր, ինչ է նշանակում լինել ձեռներեց։ Իրականում բիզնեսն ու կյանքը շատ հարցերում իրար նման են, ու եթե դուք դեռ ձեռներեցության կամ լիդերության փորձ չունեք, կյանքի փորձ հաստատ ունեք, ու ես ուզում եմ այդ անալոգիաներից մի քիչ քննարկենք։ Երբ որ մենք կյանքում դժվար իրավիճակներ ենք ունենում, հաճախ փորձում ենք ինչ-որ իմաստուն մտքեր, ինչ-որ սկզբունքների հետևից գնալ, որ հասկանանք ոնց այդ որոշումները կայացնենք, ու բաներից մեկը որ մարդիկ շատ հաճախ օգտագործում են, դրանք ժողովրդական իմաստություններն են։ Ժողովուրդը է, սա ասում ժողովուրդը են, ասում եկեք մի հատ ժողովրդական իմաստություն նայենք։ Լավություն անողի գլուխը ծակ է, ինչ է նշանակում, ասում է, որ մի արա չեն գնահատելու անիմաստ է լավություն անել։ Խնդրում եմ դալիճին ասել ժողովրդական ասացվածք, որը սրա ճիշտ հակառակն է։ Լավություն արա գցիր ջուրը։ Հաջորդը երկաթը տակ-տակ են ծեծում։ Ինչ է նշանակում։ Արագ, պետքա չէ, չթողել, չսպասել։ Խնդրում եմ այլ երկաթը տակ-տակ են ծեծում։ Արագ անելու մասին է, դրա հակառակը ո՞րն է։ Վռազողը տղա չի ունենում։ Այո, համբերությունը կյանք է։ Եվ այդպես շարունակ, խելոք գառը երկու օր կաթ է ուտում, բիզնեսի անալոգիաները նկատում եք, երկաթը տակ-տակ են ծեծում, նշանակում է արագ գործես։ Այն մյուսը ինչ է նշանակում, պետքա համբերել, պետք չի մի անգամ համբերի։ Այս մյուսը ինչ է ասում, խելոք գառը երկու օր կաթ է ուտում, բանա, այս դիվերսիֆիկացիայի մասին է։ Մի ձեռքով երկու ձմերուկ չես բռնի, սա ֆոքյուզի մասին, այսինքն պետքա ոչ թե դիվերսիֆիկացնել, այլ պետքա կենտրոնանալ։ Մի խոսքով կյանքում մենք այս ամեն ինչը հանդիպել ենք, որ մեզ հակառակ մեսիջներ են անընդհատ գալիս, ու մեզ թվում է մենք գիտենք ճշմարտությունը, այսպես ասենք, հա, ճիշտ են ասում, երկաթը տակ-տակ է ծածում, հաջորդ բան հասկանում ես, որ սպասի, այդքան էլ ճիշտ չի երկաթը տակ-տակ ծեծել, մեկ-մեկ էլ համբերել է պետք։ Այս գաղտնիքը նրանում է, որ որպես լիդեր դուք անընդհատ հանդիպելու եք իրավիճակների, որոնք միանշանակ չեն։ Ինչու՞։ Որովհետև եթե միանշանակ լինեին, ձեր թիմը այդ հարցերը լուծած կլիներ։ Եթե այդ հարցը եկել հասել է ձեզ, այդ նշանակում է դա հեշտ լուծվող հարց չի։ Դա ապակի ուտելու կոմպոնենտներից մեկն է, անդունդին նայել, ապակի ուտել։ Այնտեղ ուրիշ կոմպոնենտներ էլ կան, թե ինչի է լիդերը ապակի ուտում։ Բայց եթե այդ հարցը եկավ ասավ ձեզ, նշանակում է կա խնդիր, այդ խնդիրը միանշանակ չի, բայց դեպքում դուք ինչ պիտի անեք։ Այն պատկերացում եմ բանաձև, որ ես եմ, բանաձև չէ, սկզբունքը, որ ես եմ հասկացել, այդ այնա, որ պետքա դու բալանսավորես հակառակ բաները, սովորես բալանսավորել։ Ընդ որում, եթե որոշ դեպքերում դու բալանսավորում ես հակառակ բաները, մի դեպքում ընտրելով սա, մի դեպքում ընտրելով նա, որոշ դեպքերում դու բալանսավորում ես հակառակ բաները միաժամանակ ընտրելով իրար հետ։ Եթե մտածում եք, այս տղեն 10 տարի այնքան ապակի կերել, որ ինչ-որ արդեն ախմախ բաներ է խոսում, հաջորդ օրինակը ասեմ, հասկանաք ինչի մասն է խոսքը։ Ստոկդեյլ պարադոքս։ Ստոկդեյլը ամերիկյան բարձրաստիճան զինվորական է, ով գերի է ընկել Վիետնամի պատերազմի ժամանակ։ Այս մարդը ասում է, որ այն մարդիկ, ովքեր գերությանը չդիմացան, դրանք երկու տեսակի մարդիկ էին։ Մի մասը այդ այն մարդիկ էին, ովքեր մտածում էին հեսա լավ կլինի, շատ օպտիմիստ էին, նոր տարվան լավ կլինի, չգիտեմ, զատկին լավ կլինի, հեսա մեզ կազատեն։ Մյուս մասը ճիշտ հակառակն էին, այդ այն մարդիկ էին, ովքեր ասում էին, որ մենք կորած ենք, ամեն ինչ վատ է, մենք գերության մեջ ենք, մենք ստեղ մնալու ենք, մեռնելու ենք, հնար չկա, ճար չկա։ Ովքեր դիմացան, այդ այն մարդիկ էին, ովքեր միաժամանակ կարողանում էին տեսնել, որ այո, ամեն ինչ վատ է, իրանք գերության մեջ են իր բոլոր հետևանքներով, բայց չեն կորցնում օպտիմիզմ, որ ստեղից պիտի ինչ-որ ելք լինի։ Ահա, օրինակ, երկու հակառակ բաները միաժամանակ անելու։ Հաջորդը, մենք բոլորս աշխատում ենք, շփվում ենք մարդկանց հետ, ընտանիքում,
աշխատանքի վայրում, փողոցում։ Ու երբ որ դիմացին ինչ որ մի բան անում, որ սխալ է, լավ չի, դուք ունեք 4 հնարավոր տարբերակ այդ իրավիճակին արձագանքելու։ Առաջի տարբերակը հետևյալն է. չլինել հոգատար, ձեր համար մեկը, ինչ արել, ինչ չարել, եւ չասել դրա մասին։ Դա ամենավատ տարբերակն է, դա կոչվում է մանիպուլյատիվ կեղծավորություն։ Հիմնականում սա տանում է բամբասանքի, որտեվ դուք նկատել եք սխալը, բայց իրան դրա մասին չեք ասում երկու պատճառով։ Հաջորդը այնա, որ երբ որ դուք շատ հոգատար եք, բայց մեկը իրան իր սխալի մասին չեք ասում։ Այս տարբերակը կոչվում է ավերիչ էմպաթիա, եւ իրոք ավերիչ է, օրինակը, որ ես իմ կյանքում տեսել եմ, հետեւյալն է, որ մայրը շատ սիրում է իր որդուն, միայնակ մայրը մենակ է մեծացնում եւ ուզում է, որ այդ երեխան հոր պակաս ոչ մի ձևի չզգա։ Եվ այդ երեխուն երբեք ոչ մի դեպքում ոչ չէր ասում, չէր ասում, սա չի կարելի, սա չի լինելու։ Եվ արդյունքը իրոք եղավ ավերիչ։ Այդ մարդը մտածում էր, որ ամեն ինչ կարելի է, բոլոր կապրիզները պետք է իր կատարվեր։ Չկար որևիցե հարգանք կամ ոնց ասեմ, հոգատարություն ծնողի նկատմամբ։ Հաջորդը, երրորդ տարբերակը, ոնց որ վատից դեպի լավն են գնում։ Երրորդ տարբերակը կոչվում է տհաճ ագրեսիա։ Այս այնա ինչ որ ես եմ սովորաբար արել, այդ այնա որ մարդուն ուղիղ ասում ես, որ դա վատ է, սխալ է, բայց բավարար հոգատարություն չկա։ Ընդ որում հոգատարություն լինելը, եթե դուք ձեր մեջ հոգատար եք, դա քիչ է։ Ձեր հոգատարությունը պիտի չափվի ոչ թե ձեր բերանի մոտ, այլ լսողի ականջի մոտ։ Եթե լսողի ականջը զգում է, ինքը գիտի, որ դուք իր նկատմամբ հոգատար եք, ապա դուք արդեն անցնում եք այս 4-րդ կետին։ Երբ որ դուք ասում եք այն ինչ որ պիտի ասեք, սխալի մասին, խնդրի մասին, բայց անում եք մեծ հոգատարությամբ ու ինքը գիտի դրա մասին։ Ընդ որում, ստեղ հարցը նրանում չի, որ այդ մարդը կարող է նեղվի թե չնեղվի։ Կարող է այդ մարդը նեղվի, նեղանա, բայց այդ մարդը պետք է վստահ լինի, որ դուք դա ասում եք իր համար, ասում եք, որովհետև դա իրան պետք է ու լավ է։ Այսա կոչվում է radical candor։ Սա եւս մի բան է, որ երկու հակառակ բաներ պետք է միաժամանակ անել։ Միաժամանակ շատ հոգատար լինել, բայց միգուցե ինչ որտեղ այդ մարդուն այնպիսի բան ասել, որ իրան այդքան էլ հաճելի չի լինի, դուր չի գա, դիսկոմֆորտի մեջ կդինի։ Հաջորդը diversify and focus։ Դիվերսիֆիկացիա եւ կենտրոնանալու մի բանի մասին է։ Ես հուսամ ես մեր վիդեոն կնայենք։ Հաճախ, երբ որ հատկապես ընկերությունը դժվար իրավիճակում է, խնդիրներ է լինում, մարդիկ սովոր են, չէ՞, ասում են, եթե ռիսկային է, դժվար վիճակում է, եկեք դիվերսիֆիկացիա անենք։ Դիվերսիֆիկացիան ամենա ոնց որ տրադիցիոն խորհուրդն է։ Ահա օրինակ թե ինչ է լինում, երբ որ դու դիվերսիֆիկացիա ես անում։ Ընկերության համար նորից այս բանը կիրառելի է։ Ընդ որում, որոշ դեպքերում հնարավոր է դիվերսիֆիկացիա անել եւ միաժամանակ այդ երկու տարբեր բաների վրա կենտրոնանալ։ Արմինեն խոսեց էգոյի մասին, ֆանտաստիկ թեմա է։ Դա լիդերշիփի թեմա է, բայց դա նաև շատ մարդկային թեմա է։ Բոլորս ունենք մեր էգոն, եւ մեր էգոն երբ որ գրգռվում է, մենք լավագույն որոշումները չենք կայացնում։ Ինչու, որովհետև մենք ունենք մեր պատկերացումները մեր մասին, եւ հենց մեզ կպնում են, այնպես բան են ասում կամ անում, ընդ որում ասելը պարտադիր չի կարան ինչ որ մի բան անեն, որը որ կպնում է մեր էգոին, այդ ճմկտոցը մենք զգում ենք, դրանից հետո մեր էմոցիան միանում է, որից հետո որ մենք լավագույն որոշումները չենք ընդունում։
Հետևաբար շատ կարևոր է, որ եթե դուք առավել եւս առաջնորդի դերում եք, ձեր էգոն կարողանաք ճանաչել եւ զսպել։ Ընդ որում, եթե դուք կարողանում եք ձեր էգոն զսպել, դա չի նշանակում, որ դուք պետքա լինեք այսպես ընկճված, հա, այսինքն կարևոր է, որ նաև ղեկավարը ունենա ինքնավստահություն, որովհետև այդ թիմը այդ ղեկավարին հետևում է։ Այդ մարդիկ իրանց ժամանակը, այդ մարդիկ իրանց տարիները տվել են, որ ձեր հետ գան, ոնց որ Մարիամն էր ասում, ինչ որ հանուն ինչ որ նպատակ է, ինչ որ մի տեղ գնալու համար, ինչ որ իմաստի համար, չէ։ Եթե դուք ընկճված եք, չեք պատկերացնում ինչ անեք, ոնց անեք, պատկերացեք այդ մարդկանց վիճակը։ Հիմա պետք է այս երկուսը համատեղել, լինել ինքնավստահ, բայց չլինել այն ղեկավարներից, ովքեր որ մտածում են իրանք ամեն ինչ ճիշտ են, իրանք ամեն ինչ կարան, իրանք ամեն ինչ գիտեն, հա, զսպել ձեր էգոն։ Հաջորդը, այսօր հարց հնչեց պանելի ժամանակ, ինչպես delegate անել։ Երբ որ ես ծրագրավորող էի, ես ծրագրավորումից եմ անցել փաստորեն թիմի ղեկավարմանը։ Երբ որ ես ծրագրավորող եմ, իսկ ծրագրավորողները իրանք են, չէ, կոդը գրում են, compile են անում, ամեն կետ ստորակետ իրանք են դնում։ Իմ համար շատ տարօրինակ էր, որ մեր թիմում պետքա լինեն մարդիկ, ովքեր անեն այն աշխատանքը, որի համար ես եմ պատասխանատու, ու բաներ կան, որ կարան անեն նենց ոնց որ ես եմ պատկերացնում։ Եվ բնական ցանկություն էր առաջանում այդ process-ը կոնտրոլ անել։ Բնականաբար ինչ որ պահի չես էլ կարում, չես էլ հասցնում, նույնիսկ եթե սխալը փորձում ես անել, ինչ որ ժամանակ հետո թիմը այնքան է մեծանում, որ չես էլ հասցնում դա անել, եւ ստեղ ոնց որ լուծումներ ես փնտրում, եւ լուծումներ փնտրելուց բաներից մեկը, որ ոնց որ արեցի հաջորդ ոնց որ տարբերակը, որ մտածում եմ ինչ կարելի անել, ասում եմ, այս մարդկանց ես վստահում եմ, եկեք ես մարդուն ասեմ միսիան, այ մենք ուզում ենք, ասենք, այս ինչ պահին լինել այս սարի գագաթում։ Всё Ասեցի ինչ է, այդ մարդուն վստահում եմ, թե այդ մարդը բարձրանա այդ սարը, ես հետո, չգիտեմ, ասենք 2 ժամ հետո կնայեմ կամ չգիտեմ, երբ պետք է լիներ այդ սարի գագաթին, կնայեմ, տեսնեմ, սարի գագաթին է, թե սարի գագաթին չի։ Կարճ ասած, մի ծայրահեղությունից անցել եմ մյուս ծայրահեղությունը։ Andy Grove-ը մի հատ Intel-ի շատ հեղինակավոր բանն է եղել, երկար տարիների պրեզիդենտն է եղել, CEO-ն է եղել, CEO-ն է եղել, մի խոսքով շատ մենեջմենթի իմ ուսուցիչներից մեկն է Andy Grove-ը։ Այս մարդը ասում է, որ եթե դու delegate ես անում աշխատանքը քո թիմակիցներին ու չես հետևում այդ process-ը, դա հավասարազոր է abdication-ը գիտեք ոնց է թարգմանվում, որ թագավորը իր գահից հրաժարվում է։ Դա ոնց որ դա լիդերի դերից հրաժարվելուն է հավասարազոր։ Դու պիտի delegate անես, բայց դու չես կարա դա անտեր թողնես, դա պետքա անընդհատ հետևես, տեսնես ինչ է գնում, ինչ է կատարում, ձեռքդ պուլսի վրա պահես։ Հաջորդը Մենք խաղերի ոլորտում ենք ու խաղերի ոլորտում ինովացիան շատ կարևոր դեր ունի ու հարցերից մեկը հետևյալն է Եթե դու նոր պրոյեկտ ես սարքում, ինչքան պիտի այդ պրոյեկտի մեջ նորություն անես եւ ինչքան պիտի նորություն չանես, ինչքան պետքա ոնց որ արդեն օգտվես եղած, ասենք չգիտեմ, վերցնես խաղ, այդ խաղից մի մասը վերցնես, մյուս մասը նորություն անես։ Որն է դրա մոտեցումը։ Այստեղ նորից բալանս է պետք։ Անընդհատ իմ խոսքում ինձ թվում է կտեսնեք այդ բանը, որ անընդհատ բալանսի մասին է խոսքը, պետքա ծայրահեղություններից հերու գնալ ու նույնիսկ եթե մոտենում ես ծայրահեղության, այդ բանն էլ պիտի ինչքան ժամանակ ու ինչու ես գնացել այդտեղ, այդ էլ պետքա անընդհատ դինամիկ կառավարվի։ Բաներից մեկը, որ առաջարկվում է անել, հետևյալն է, վերցնում ես, ասենք, հաջողակ պրոյեկտ, 70%-ը կրկնում ես նու պարզա, չես գողանում, ասենք, նույն գաղափարներն ես, ասենք շութերը, հա, այնտեղ ինչ է, ինչ կոնտրոլներ կա, ինչ մեխանիկաներ կա, 70%-ը կրկնում ես, 20%-ը լավացնում ես, ինչ մեխանիկա կա, ինչ բան կա, որ արած է, դա մի քիչ ավելի լավ է սարքում, 10%-ն էլ նենց բան ես անում, որ ընդհանրապես գոյություն չուներ։ Ինձ դուր է գալիս այս բանաձևը այն պատճառով, որովհետև ամեն ինչից մի քիչ բալանս արած եւ դուր չի գալիս այն պատճառով որ այդտեղ փորձած է ինչ-որ ֆորմուլա տալ այսքան էս պիտի արվի այնքան էմ պիտի արվի կյանք այդքան པարզ չի կախված պրոյեկտից կախված իրավիճակից այս թվերը կարան փոխվեն ու պիտի փոխվեն ընկերությունը երբ որ հաջողություն է ունենում թիմի մոտ
ձևավորվում են համոզմունքներ։ Թիմը ասում է, որ օքեյ, մենք էս արեցինք, դրա համար հաջողեցինք։ Որոշ ժամանակ անց բոլոր թիմերի, բոլոր բիզնեսների մոտ այդ ժամանակը գալիս է, երբ որ իրանք շարունակում են անել այն ինչ որ իրանք հաջողություն է բերել, բայց այդ ամեն ինչը էլ հաջողություն չի բերում։ Եվ այստեղ հարց առաջանում, թիմը պիտի ինչ-որ փոփոխություններ անի իր համոզմունքների մեջ։ Ու այստեղ էլ որոշ համոզմունքներ դուք անցյալից պիտի պահեք, որոշ համոզմունքների պիտի հրաժարվեք կամ փոխեք։ Ամեն ինչ չի, որ պետքա շպրտել, ամեն ինչ չի, որ պետքա փոխել, բայց ամեն ինչ պահելն էլ տարբերակ չի։ Խոսելու եւ լսելու մասին։ Նախ եկեք հասկանանք ինչ է նշանակում լսել։ Եվ որպես game designer, եւ որպես leader, եւ որպես մարդ։ Եթե ձեզ ինչ-որ մի բան են ձեզ ասում, մի փորձեք այդ ասածը հասկանալ շատ ուղղակի։ Ենթադրենք ասում են, այս ինչը կարելի է սենց անել։ Եկեք սենց անենք։ Լսելու լավագույն տարբերակը այն է, որ դու փորձում ես հասկանալ ինչու է այդ մարդը այդ բանը ասում։ Ինչ փորացավ ունի, որտեղից է գալիս իր ասածը։ Դա deep listening-ն է, բան, որ պետքա ոնց որ սովորել անել, ու սա պետքա բալանսավորել նաև խոսելով։ Ego free leadership-ի եւ radical candor-ի մասին, երբ որ ես իմացա, շատ ոնց որ հարազատ բաներ էին, մեր թիմին պակասող բաներ էին, ուզեցի որ անպայման մեր թիմում այս գաղափարները լինեն։ Եվ իմ մոտեցումը եղավ հետեւյալը. եթե դու ասում ես մարդկանց ինչ-որ մի բան ու անում ես հակառակը, դա կոպեկի արժեք չունի։ Դու պետքա անձնական օրինակով այդ ամեն ինչը ցույց տաս ու անես, ու իմ մոտեցումն է դեր, որ օքեյ, եթե ես իմ անձնական օրինակով ցույց եմ տալիս այդ գաղափարները, ապա իմ թիմը որոշ ժամանակ անց կընդօրինակի այդ վարքը։ Պարզվում է, որ ոչ, պարզվում է, որ դա բավարար չի։ Բացի նրանից, որ դու պետքա անձնական օրինակով այդ ամեն ինչը անես, դու պետքա նաև դրա մասին խոսաս, բացատրես։ Շատ կարևոր է նաև այդ կոմպոնենտը։ Տաղանդի եւ պրակտիկայի մասին։ Կար ժամանակ, երբ որ ես մտածում էի, որ մեծ հաջողության հասնելը աշխատանքը, համառ աշխատանք։ Ես համարում էի, որ համառ աշխատանքը հաղթահարում է ամեն ինչ, կար Պոլգարի օրինակը, մարդը, որ կրթական հոգեբան է եւ նաեւ շախմատիստ, ու մի օր այդ մարդը որոշել է, որ ինքը իր աղջիկների հենց իր աղջիկների օրինակով պետքա այդ աղջիկներին անկախ տաղանդից համարում է, որ տաղանդը կարևոր չի։ Ես ուղղակի կարամ վերցնեմ կամայական մարդ ու այդ մարդկանց հետ երկար տևական աշխատեմ, այդ մարդիկ կհասնեն մեծ հաջողությունների, ու իր 3 աղջիկների հետ այդ էքսպերիմենտը արել է, 3-ն էլ շախմատիստ են դառել, գոռի ինձ չի թողի խափեմ, բայց նաև գոռի ինձ չի թողի խափեմ, որ այդ աղջիկները տարբեր մակարդակի հաջողություններ են հասել, եւ շատ կարևոր է տաղանդը այստեղ հաշվի առնել։ Եթե մարդը անում է այն ինչից որ ինքը տաղանդավոր է, դրան գումարում է քրտնաջան աշխատանք, արդյունքը որ ստացվում է ֆանտաստիկ, տարբեր է նրանից, այն ինչ որ կարար ստանար, եթե ուղղակի աներ այն ինչ որ այդ մարդը անընդհատ չարչարվել է, սովորել է, բայց տեղից տաղանդ չունի։ Ընդ որում տաղանդը շատ կոնտեքստից կախված բան է։ Օրինակ, բարձրահասակ լինելը լավ է, թե լավ չի։ Նայած ինչ ես անում։ Դանդաղաշարժ լինելը լավ է, թե լավ չի։ Նայած, եթե ֆուտբոլ ես խաղում, լավ չի, իսկ եթե ուզում ես հրաձգությամբ զբաղվես, շատ լավ է։ Եթե դու կարողանում ես չշարժվել, եթե դու կարողանում ես, եթե չշարժվելն է քո տաղանդը։ Ընդ որում դրա մասին մի մեծ գիրք կա։ Մեծ գիրք կա օլիմպիական չեմպիոնի մասին, ով որ այս ասածս օրինակը իր վրա պատմում է, ասում է, որ ինչ սպորտ գնում էի, ոնց որ ամեն ինչ շատ վատ էր ստացվում, հետո ասում է ընկերս մի օր ինձ ասաց, արի գնանք, ոնց որ հրաձգության, ասում է, այդ ինչ է, այդ ինչ պետք է անեմ, ասում է, պիտի պրոստը չշարժվես, ասում է, դա ես կարամ։ Այդ ոնց որ ակրազեն բանն է, որ կարում եմ, ու հետո այդ մարդը դառել է օլիմպիական չեմպիոն։ Սրանք էլ նորից պետք է բալանսավորել, պրակտիկա եւ տեսություն։ Այս ինձ թվում է ամենապարզ բաներից մեկն է, բայց ես ինչքան եմ տեսնում մեր ոլորտում այս խալը, որոշել եմ հատուկ սրա մասին խոսալ, որովհետև
անչափ շատ եմ տեսնում։ Մարդկանց մի մաս կա, ովքեր մտածում են, որ գիրք կարդալ, չգիտեմ, տուտորիալներ լսել, դա բացարձակ ժամանակի կորուստ է։ Պետք է ուղղակի ինքնուրույն անես սովորես։ Մինչև դու չանես, չես սովորի։ Մի ուրիշ խումբ էլ կա մարդկանց, ովքեր որ շատ արագ լիքը գրքեր են կարդում, ինչ գրքից հարցնում ես, տեղյակ են, գիտեն, ցիտում են։ Երկու դեպքում էլ տեսնում եմ, որ այդ մարդիկ մեծ բան են բաց թողնում։ Եկեք հասկանանք ինչու եւ ոնց։ Եկեք պատկերացնենք, վերցնենք մի հատ շատ տաղանդավոր ֆիզիկոս, հանճարեղ։ Այս 8 միլիարդում վերցնենք ամենահանճարեղ ֆիզիկոսին։ Ու այդ մարդուն զրկենք բոլոր ֆիզիկայի գրքերից։ Ասենք, օքեյ, քանի տարի է քո ստեղծագործական կյանքը, 50-60, սկսի աշխատել։ Քեզ ոչ մի բան չենք ասում, սկսի աշխատել, տեսնենք ինչի կհասնես։ Ինչ է այդ մարդը ստեղծելու։ Լավագույն դեպքում այն ինչ որ ստեղծել է Նյուտոնը, կամ այն ինչ որ ստեղծել է, չգիտեմ, ինչ որ մի հանճարեղ մարդու արածը չի անելու, հո 100 մարդու 100 հանճարի արած չի հասցնելու մի կյանքում։ Բայց այդ մարդը կարա, չէ, հասարակ բանը մի քանի հանճարի արածը արագ կարդա եւ հետո շարունակի այդ իր պրակտիկայի ու իր այդ հանճարը ներդնի նոր բաներ հայտնաբերելու վրա։ Այսինքն պետք չի դրանք հակադրել, դրանք բացարձակ հակառակ բաներ չեն։ Ու հակառակը, եթե դու միայն հանճարներին ու, չգիտեմ, գրքերս ու կարդում ու չգիտեմ, մենակ այդ ինֆորմացիան դրսից է գալիս, բայց դու քո ձեռքերով դա չես արել, դրա հետ կապված էլ մի հատ հայկական լավ ասացված կա։ Մի խոսքով երբեք ոչ մի լավ բան չի ստացվելու, քանի դեռ ինքդ չես արել, չես սովորել։ Dedication and killing։ Խաղերի ոլորտում ինովացիան շատ կարևոր է ու մենք շատ հաճախ նոր բաներ ենք, նոր պրոտոտիպեր ենք անում մեր թիմում, փորձում ենք ինչ-որ գաղափար, ուզում ենք հասկանանք դա կաշխատի, թե չի աշխատի։ Այստեղ շատ կարևոր է, որ մարդիկ, ովքեր այդ գաղափարը փորձում են, շատ սիրեն, շատ ուզենան ու շատ հավատան այդ գաղափարին։ Հակառակ դեպքում ոչ մի լավ բան չի ստացվի։ Բայց երբ որ մարդիկ շատ սիրում ու հավատում են այդ գաղափարին, քանի որ աշխատանքը ինովատիվ է, այսինքն դու չունես ռեցեպտ, դու չես կարող պլանավորես, անես գնաս հաջողության։ Եթե դու օրինակ, ասենք, չգիտեմ, բորշ ես եփում, ու դա քո 1000-րդ անգամն է բորշ եփելու, դա կարաս արագ անես։ Պլանավորես, ասես, օքեյ, ինձ պետք է էս, ես սենց կանեմ, կստանամ իմ բորշը։ Բայց եթե դու անում ես նոր պրոյեկտ, դու չես կարողանալու դա պլանավորես։ Հետևաբար պետքա պատրաստ լինել, որ քո արածը չի աշխատելու եւ այն ինչ որ դու շատ սիրով սարքել ես, շատ հեշտությամբ դրանից ազատվես, շպրտես այդ պրոտոտիպը ու անցնես հաջորդ պրոտոտիպը սարքելուն։ Ինովացիան ընդհանրապես շատ բարդ process է։ Ես երկար ժամանակ հարցնում էին, ասում էին, ինչի է խաղեր ստեղծելը, ինչի է այդքան դժվար։ Ես երկար ժամանակ մտածում եմ, այդ դժվարությունը ինձնից է գալիս, իմ թիմից է գալիս, ոլորտից է գալիս եւ այլն։ Շատ երկար ժամանակ ուզում եմ այդ հարցի պատասխան ստանալ։ Իմ կարծիքով այդ հարցի պատասխանը հետեւյալն է. այս բան լավագույնը որ գտել եմ, բոլոր այն աշխատանքները, որտեղ կա մեծ ինովացիայի կտոր, բոլոր այդ աշխատանքները սարսափելի դժվար են։ Սարսափելի դժվար են, որովհետեւ այնտեղ կարևոր կոմպոնենտներ կա, որոնց ամեն մի կոմպոնենտի գոյության տակ ընկած է մի քանի պարադոքս։ Այս մի երկար թեմա է, հուսամ առիթ կունենանք մենք իրար հետ շփվելու, խոսելու, այս ավելի շատ ոնց որ անոնսի տեսքով ասեմ, ինովատիվ աշխատանք անելը բացի այն պարադոքսներից ու այն բաներից, որ պետքա բալանսավորվի, ինովացիոն աշխատանքը ունի նաև իր առանձին նրբությունները ու բաներ են, որոնք որ շատ դժվար է բալանսավորել, ահա թե ինչու է ինովատիվ աշխատանք անելը բարդ։ Եվ այսպես անընդհատ հանդիպելու եք որպես լիդեր, որպես ձեռներեց, անընդհատ հանդիպելու եք բարդ իրավիճակների, որտեղ չկա միանշանակ լուծում։ Դա լինելու է ձեր առօրյա գործը, դա լինելու է շատ դժվար եւ դուք դրան պետքա պատրաստ լինեք, եթե դուք ուզում եք դա անեք։ Եվ դրան պատրաստ լինելու բաներից մեկը կարևոր այն է, որ դուք իմանաք, որ չկա բանաձև, չկա մի բան, որ միշտ այսպես անես լավ կլինի կամ երբեք այտենց չանես լավ կլինի։
ամեն ինչ շատ հարաբերական է, շատ context dependent է, ու պետքա դա ուղղակի այդ պատկերացեք այս ղեկը ինչի համար եմ դրել։ Պատկերացեք դուք ուզում եք A կետից B կետը գնաք մեքենայով, ու դուք ամեն անգամ երբ որ հասկանում եք, որ դուք այդ կետին չեք հասել, ասում եք, okay, եկեք ռետրոսպեկտիվ անենք, հասկանանք ինչն եմ սխալ արել, ու հասկանանք, որ okay, ամեն կարգավորվող խաչմերուկից եթե դուք աչ անեք, կգնայք կհասնեք այդտեղ։ Հաջորդ A կետից C կետը գնալու դեպքում այդ բանաձևը չի աշխատելու։ Միակ բանը, որ կարելի է անել, այդ այնա, որ պետք է հասկանալ, որ դրանք հակառակ իրար հակասող кейսեր են լինելու ձեր մոտ, ու այդ բարդ իրավիճակներում դուք ուղղակի պետք է հասկանաք, այս պայն ղեկը աչեք թեքում, ձախեք թեքում, թե ուղիղ եք գնում։ Բանաձև չկա։ Այսքանը։ Շնորհակալություն։ Թողեմ ես վերջի սլայդը, եթե հարցեր ունեք, համեցեք։ Ժամանակ ունենք։ Հա, խնդրում եմ։ Բարև ձեզ, Արման Աթյան, Արտուփայ համայնքներ։ Նարջան, ինովացիայի կտորի մասին կուզենամ մի քիչ քանի ժամանակ ունենք։ Ըստ քեզ ինքը ծնվում է խնդրից, այսինքն խնդիր կա, ինովացիա պետք որ այդ խնդիրը լուծվի, թե ինքը հնարավորություն է, այսինքն opportunity է, որ մարդիկ ինովացիան, այսինքն պարտադիր չի խնդիրը լինի, որ կարողանան ինչ-որ ինովացիոն բան սարքեն։ Ոնց ես կարծում։ Երևի պետքա նախ շնորհակալություն հարցի համար, շնորհակալություն, որ եկել եք, լսում եք, երևի պետքա տարբերեմ երկու դեպք, առաջի դեպքը հետևյալն է, թե դուք ձեռներեց եք։ Իմ պատկերացումն է, որ ձեռներեցը պիտի խնդրից գնա ինովացիա, այսինքն ինովացիան ինքնանպատակ պիտի չլինի։ Ես ունեմ խնդիր, այդ խնդիրը չունի լուծում, հետեւաբար ես պետք է ինչ-որ մի նոր բան անեմ, որ այդ խնդիրը լուծեմ։ Երկրորդ դեպքը այնա, որ դու օրինակ խաղային ոլորտում ես, ու ամեն օր մենակ ասենք Android-ի տակ 1000 խաղ ռելիզ լինում, մի այդքան էլ iOS-ի տակ ռելիզ լինում, մի քանի 100 էլ մի այլ պլատֆորմա ռելիզ լինում, ու դու ոնց որ միլիոնավոր այլ մրցակիցներ ունես։ Այդ դեպքում ինովացիան նորից հրամայական է, այսինքն դու ինչով ես տարբերվելու, ինչի պիտի մարդիկ խաղան քո խաղը, այլ ոչ այլ մարդու խաղ, այլ ընկերության խաղ։ Այստեղ նորից տարբերվելու, առանձնանալու, նոր արժեք ստեղծելու կարիք է առաջանում, ու ոնց որ ստացվում է, որ թիմը պետքա մտածի, okay, ինչ նոր բան կարանք անենք, ինչ կարանք անենք ավելի լավ, ավելի ուրիշ ձև, ընդ որում ոչ թե փոքրիկ իտերատիվ ինչ որ մի երկու բան լավացնել, այլ այնքան ինովացիա, որ օգտվողները համարեն, որ այդտեղ բավարար նոր արժեք կա։ Կարողացա պատասխանը։ Հա, տեսակ է դեր։ Ուրեմն, երբ որ դուք խոսում եք 70-20% կանոնի մասին, ես հիշեցի Սիդ Մայերի մասին, որը Civilization խաղերն է անում ու նմանատիպ ասացվածքներ ունի, որ ոչ թե 70-20-10, այլ 33%-ը պետք է նույնը մնա, 33%-ը մի քիչ փոխվի ու 33%-ը նոր պետք է լինի հիմա հարց։ Այդ 33%-ը մենակ սիկվելների համար է գործում, իսկ 70-20%-ը հենց ինչ որ այտենց նոր բաների մասին է աշխատում, թե ոնց։ Իմ ամբողջ ասածը այն է, որ այս բանաձևերը դուք պետքա ուղակի փորձեք այդ իրավիճակում ու փորձեք հասկանալ, պիտի փորձեք սխալվեք, մինչև սկսեք հասկանալ ձեր իրավիճակում, որն է ճիշտ բալանսը, որպես լիդեր դուք սկսեք հասկանալ, թե ինչն է հերիք, ինչը չէ, ձեր մոտ այդ ինտուիցիան պիտի ձևավորվի։ Բանաձև չկա։ Եթե ասեմ, սա բանաձևը գնացեք արեք լավա լինելու, մի անգամ անելու եք լավա լինելու, մյուս անգամ անելու եք լավ չի լինելու։ Ուղղակի բանաձև մի փնտրեք, մտեք այդ աշխատանքի մեջ, այդ աշխատանքի մեջ սկզբունքներ փնտրեք, իմացեք սկզբունքներ, որոնք որ ձեզ կարան օգնեն տարբեր իրավիճակներում կողմնորոշել, բայց որ այս սենց եք անելու ու լավա լինելու, այդպիսի բան կարծում եմ, որ ուղղակի կոնտրպրոդուկտիվ է փնտրել։ Այսինքն օրինակ մի դեպքում էլ կարա 40-30-20 լինի այտենց։ Այո։ Շնորհակալություն։ Մերսի պրեզենտացիայի համար, էլի նոր բան սովորեցինք, մի հատ իմ համար շատ
հետաքրքիր նոր առանձնահատկություն, որովհետև ես ոլորտից չեմ գեյմերների, մի հատ շատ հետաքրքիր սլայդ կար, որը իմ համար տենց կլիկ եղավ էլի, ոնց որ այդ dedicate and kill, Հա, նվիրվել եւ սպանել։ Հա, այդ մեր ոլորտում օրինակ չկա, իմ համար շատ 20 տարվա փորձ ունեմ, բայց առաջին անգամ դրա մասին մտածի, այսինքն ինչքան դժվար է innovation-ի համար սեր է պետք, հա, dedication է պետք, մի քանի շաբաթ պետք է այդ տրամադրվածությամբ աշխատես, innovate անես ինչ-որ բան անես, բայց հետո շատ հեշտությամբ թողնես, kill անես, անցնես մյուս բանին։ Սա իմ համար շատ նոր բան էր, ու ձեր ոլորտում ենթադրում եմ դա տենց ավելի շատ է հանդիպում, ուզում էի դրա պարտություններից մի քիչ խոսեիր, ինչպես եք եկել դրան, վստահ եմ շատ երևի ծախողել եք շատ դեպքերում, երբ որ kill չեք երել շուտ, այդ ցավով է երևի եկել այդ պրեզենտացիայի edge-ը։ Մի քիչ դրա մասին ավելի մանրամասն էլի մեր գուպան։ Շնորհակալություն Գորջան։ Իրականում հա, մենք էլ ենք այս սխալն արել, ընդ որում ամենավատը այն է, որ մենք այդ սխալն արել ենք այս բանը իմանալուց հետո, ինչ որ մի պահի որոշել ենք, հələ սպասի, կարող է դա այդքան էլ ճիշտ չի, մի հատ փորձենք։ Մենք դրա մասին գիտեինք, այդ կյանքով էինք ապրում, անընդհատ dedication kill, ինչ որ մի պահի, երբ որ ինդուստրիան փոխվեց, մտածեցինք, կարող է բանը փոխվել, կարող է պետքա հիմա էլ dedication, մինչև ստացվի։ Ու դրա վրա մենք երևի ամենամեծ ռեսուրսներն ենք կորցրել։ Ինչն է գաղափարը։ Եթե պարզ գաղափարը հետեւյալն է։ Դու չես կարող որոշել շեդևր նկարել։ Եթե դու նկարիչ ես, դու որոշել ես, որ քո հաջորդ նկարը պետք է լինի շեդևր, ոչ մի լավ բան չի ստացվում։ Եթե դու կոմպոզիտոր ես, քո հաջորդ երաժշտությունը պետք է լինի շեդևր, ոչ մի լավ բան չի ստացվում։ Դու պետք է ուղղակի անընդհատ նկարես ու ամեն անգամ փորձես ավելի լավը նկարել։ Ամեն անգամ այդ քո նախորդ նկարածից հասկանաս, որ օքեյ, լավ, այս նկարեցի, շատ սիրով նկարեցի, շատ հավես էր, բայց օքեյ, այս նկարը կարող է այդքան լավ չստացվես, պետք չի այդ նկարը անընդհատ գծել, փոխել, հələ մի բան, էսի ջնջեն բան, օքեյ, այդ նկարեր անցանք հաջորդին։ Մի հատ շատ լավ օրինակ կա, ասում է, ես ճիշտ ասած չեմ հիշում երբ ու որտեղ եմ հանդիպել, ու նույնիսկ չեմ հիշում սա իրական պատմություն է, իրական էքսպերիմենտ է, թե տենց ալեգորիկ ինչ որ օրինակ է։ Ասում է կավագործության ուսուցիչը դասարանը բաժանում է երկու մասի ու հետեւյալ խնդիրն է դնում մի մասին ասում է որ դուք պետքա ստեղծեք լավագույն ասենք կուժը այն մյուս մասին ասում է դուք պետքա սարքեք կուժ հետո հենց որ ավարտեցիք այդ կուժը սարքելը հաջորդ կուժը սարքեք ձեզ պետքա երկու բան մաքսիմում շատ կուժեր սարքել ու ամեն սարքելուց հետո հասկանալ ինչը վատ եղավ մյուս կուժը ոնց կարաք ավելի լավ սարքեք ու դասը դրա այն է որ այն դասանի այն մասը ովքեր որ ամենաշատն են կժեր սարքել ամենալավ կուժն է սարքում եթե ծրագրավորման տեսանկյունից փորձեմ ասել որ անալոգիան ես օրինակ sense եմ պատկերացնում եթե դու վերցնես օրինակ junior developer-ի ու ասես դու պիտի գրես աշխարհի ամենալավ scalable modular եւ այլն չգիտեմ robust code-ը, այդ մարդը չի կարողանալու գրի։ Բայց եթե այդ մարդուն ասես գրի լիքը կոդեր, ինչ որ մի պահի ինքը սկսելու է հրաշալի կոդ գրել։ Երևի անալոգիաները էս են։ Բայց մեկը այդ ամենը ինքը սիրով անի։ Մոտեցեք, եթե հարցեր ունեք, մոտեցեք, հետո կզրուցենք։ Շատ շնորհակալություն։